Հայաստանի հարավային դարպասում ապրիլի 16-ին հաճելի իրարանցում էր։ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Միջոցառումների մեկնարկը տրվեց քաղաքի մանկապարտեզի բակում խորհրդանշական ծառատունկով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի համոզմամբ այս տարածաշրջանը պետք է նորովի բացահայտել և տեղում զարգացնել զբոսաշրջությունը։ Ծառ տնկելով մենք ավելացնում ենք Մեղրի քաղաքում ուրեմն կանաչ տարածքները մեկ եւ երկրորդ բնականաբար ինչպես գիտեք մենք շուտով հյուրընկալել ենք COP17 ուրեմն մեծածավալ միջազգային ուրեմն միջոցառումների շարքը որի հետ նույնպես կապ ենք տալիս հենց մշակույթից են սկսում բոլոր երկխոսությունները բոլոր այն մտքերը որ կարող են հետո առարկաանալ թե քաղաքական ասպարեզում թե տնտեսական ասպարեզում թե այլ ուրեմն ասպարեզներում ոչ մի խոչընդոտ չկա այլևս այստեղ գալու քանի որ Երևանից ամենակիլոմետրով ամենահեռու գտնվող վայրը Ագարակը 380 կիլոմետր հեռու գտնվող հիմա արդեն մի 2-3 ժամվա ուրեմն տարածության մեջ է Երևանից այսինքն մենք Երևան կապան ինքնաթիռով եկանք այնտեղից էլ 1 ժամ 15 րոպե ուրեմն մեքենայով հասանք Մեղրի Մեղրին որպես ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակվել է անցյալ տարի Դուշանբեում։ Մեր պատվիրակության համար կրկնակի պատիվ է լինել Հայաստանում, նշեց Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Ֆարիդուն Բոբոզոդան, ընդգծելով հայերի ու տաջիկների նմանությունները։ Выше гор только горы говорят. Լեռներում ոչ բոլոր ժողովուրդներն են իզորու ապրել ու արարել։ Ասում են լեռներից ավելի բարձր միայն լեռներն են, սակայն մեղրեցիներն իրենց ոգով ավելի բարձր են դրանցից։ Ինձ հայտնի է, որ Մեղրի քաղաքի անվանումն ասոցացվում է Մեղրի հետ, ուստի այստեղ մարդիկ էլ հյուրերի հանդեպ ցուցաբերում են շատ ջերմ վերաբերմունք։ Նախատեսված միջոցառումներն ապահովում են հրաշալի մթնոլորտ։ Ծառատունկից հետո ԱՊՀ անդամ երկրների պատվիրակության բարձրաստիճան ներկայացուցիչները նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի եւ Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեցին համայնքի պատմամշակութային վայրեր։ Առաջին կանգառը փոքր թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցին էր, մշակված աղյուսե դեկորատիվ որմնակամարներով։ Եկեղեցին տարբերվում է բոլոր մեր Հայաստանի բոլոր եկեղեցիներից եւ իր որմնանկարներով, գույնային նկարներով, որովհետեւ ես ոչ մի եկեղեցում այստեղ գույներ կան, որ մնացած բոլոր եկեղեցիներում չկան այդ գույները։ Եկեղեցին ծառայում է համայնքին, եկեղեցին մեր համար լուրջ մշակույթ է եւ բնակչությունը հաճախակի գալիս է մոմաբառությամբ, պահպանում է քրիստոնեությունը։ Хотят приезжать в Мегри, посмотреть эту часть города։ Ներկաները փոքր թաղում հասցրին այցելել Խաչատուն, իսկ Շվանիձորում հայտնի ջրանցույց։ Բնակավայրի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանը հյուրերին ներկայացրեց միջնադարյան կամուրջի պատմությունը։ Ղազախական յուրտա, արծաթյա զարդեր, ազգային ուտեստներ, այս եւ այլ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշներն էին ներկայացված Ագարակի հրապարակում Արտեքսպո ցուցահանդեսի ձևաչափով։ Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան միմյանց երկրների պատմությանն ու արժեքներին։ Здесь представлены куклы народного театра։ Այսօր ցուցադրել ենք ազգային թատրոնի փայտե, կտորե տիկնիկները, որոնք հատուկ կարիքներ ունեցող երեխաների զարգացման համար են։ Առաջին անգամ եմ այստեղ։ Գեղեցիկ քաղաք է։ Շատ հյուրընկալ ժողովուրդ են։ Ցավոք չստացվեց Երևանը վայելել։ Անպայման ընտանիքով կվերադառնամ ու մի քանի օր կանցկացնեմ Հայաստանում։ Նման միջոցառումները հենց օգնում են, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց մշակույթը, իրենց համար մի ինչ-որ նոր բան բացահայտեն, որովհետև շատ է լինում, որ մոտենում են տաղավարին, հարցնում են կանացիակեր պաղամանը ինչ է, հմայիլները ինչեր են, եւ այդպիսով կարելի ասել տեղեկատվական ու կրթական ինչ-որ չափով նաեւ առաքելություն ունեն նման միջոցառումները։ Ювелирные изделия։ Մեր տաղավարում արծաթյա զարդեր են։ Մեղրեցիներին պատմեցի, թե մեզ մոտ ինչպես են համադրում այս կամ այն զարդը եւ դրանք ինչ են խորհրդանշում։ Միմյանց հետ ավելի մտերմացանք։ Վարպետների հետ փոխանակվեցինք փորձով, գիտելիքներով։ Մեղրեցիները սիրով են հյուրընկալել ԱՊՀ անդամ երկրներից ժամանած հյուրերին։ Ուրախալի է, որ կարող ենք մեր համայնքը հանրության առավել լայն շրջանակների համար ճանաչելի դարձնել, ասում են։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ընդհանրապես Ագարակում Մեղրիում նման տեսակի միջոցառումներ են կազմակերպել, հակից Հայաստանի տարածքն է, ես շատ եմ սիրում տարածնել, ու շատ ուրախ եմ ու շատ ոգևորված եմ այս միջոցառումների առումով եւ կուզեմ, որ հաճախակի նմանատիպ միջոցառումներ լինեն։ Ամենազգիրը մշակույթը ներկայացնում եմ, շատ հետաքրքիր էր, հաճելի էր, տաղավարները բոլորը գեղեցիկ։ Мы
читали в интернете, что у меня Ես ինքս Ալթայից եմ, գրեթե 50 տարի աշխատում եմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ Մեղրին է այս տարվա մշակութային մայրաքաղաքը։ Հեռու ենք Երևանից։ Նման միջոցառումները մեզ համար շատ կարևոր են։ Ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ողջունելով ներկաներին նա ընդգծեց, որ մշակույթը Սյունիքի մարզի զարգացման կարևորագույն ուղղություններից է։ Մեղրին հարուստ պատմություն ունեցող մշակութային ուրույն խաչմերուկ է, որը եղել է ու կա կապով օհա տարածաշրջանի մշակույթների ու ժողովուրդների միջև։ Հագեցած օրակարգի եզրափակիչ ակորդները հնչեցրեց Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը, դրան հաջորդեց գիշերային դիսկոտեկը, հարավային քաղաքին եւս մեկ անգամ ուրախ նոտաներ հաղորդելով։ Աննա Մելքումյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք, լուրեր։